Այսօրվա իմ խոսքի վերնագիրը հետևյալն է. Աստծո տունը։ Սկզբից մի հատ օրինակ կբերեմ, որը բոլորիս կյանքում է ու ամեն օր իրականանում է այդ օրինակը, լինում է։ Բոլորս էլ ինչ-որ միտեղ բնակվում ենք։ Այսինքն որոշները կան, որ բնակվում են բնակարաններում, որոշները բնակվում են սեփական տներում, ու ինչ-որ կառույցի մեջ էլի բնակվում են մարդիկ, ու քիչ թե շատից մեծամասնությունը այստեղ գիտի իր տան պատմությունը։ Այսինքն նախկինում ինչ ա եղել այդ տան տեղը, ինչպես է կառուցվել, ով է կառուցել ու հիմա ինչ տեսք ունի այն։ Ես մի փոքր կներկայացնեմ մեր տան պատմությունը, քանի որ գիտեմ։ Մեր տան փոխարեն սկզբից եղել է ուղղակի շինություն, որտեղ չեմ բնակվել։ Երբ որ պապիկս ամուսնացավ, որոշ ժամանակ հետո հարկ եղավ հայրական տնից բաժանվելու ու որոշեցին այդ շինությունը, որը գտնվում էր հայրական տան տարածքում, դարձնեն բնակելի տուն։ Ու 1986 թվականին կառուցեցին այդ տունը, պապիկս ապրեց, իրանն է տունը, ու հիմա էլ ապրում ենք մենք իր հետ, իր սերունդները։ Բայց տունը, երբ որ կառուցվեց, ուղղակի իր անունը շինություն չէր, փոխվեց տուն։ Իրան մի բան ավելացավ, որը բոլոր գյուղի տներից առանձնացնում էր իրան։ Այսինքն այդ բանը տարբերակում էր իրան նմանը չկար էլի գյուղում։ Ու հեսա կասեմ դա ինչն էր, երբ որ ինչ-որ մեկը գալիս էր մեր տուն ու իրան ասում էին, թե ուր ես գնում, ինքը չէր բացատրում տան տեղը, չէր բացատրում, որ փողոցով են գնում, մի անգամից անում էր այս արտահայտությունը։ Գնում եմ Գևորգյանց տուն։ Ու Գևորգին պապիկի անունն է, այսինքն տունը անվանում էին սեփականատիրոջ անունով, ով որ կառուցել է, ով որ բնակվել է սկզբից։ Ու բոլորի համար պարզ էր դառնում, թե ում տուն են գնում։ Այս տան գաղափարի վրա կուզեմ կարդալ երկրորդ մնացորդած 6-րդ գլխի 19 եւ 20 համարները, բայց միշտ կկարդամ, նախ ներկայացնեմ, թե գլուխը ինչի մասին է։ Սա այն հատվածն է, երբ որ Սողոմոնը տաճարը կառուցել էր ու այս գլխի մեջ ինքը աղոթք անում Աստծուն։ Հիմնականում այս աղոթքի մեջ ներկայացում է, ինքը ներկայացնում է Աստծո մեծությունը։ Աղոթքի հատված կա, որտեղ ասում է, եթե երկինքների երկինքները ու երկինքը չկարողացան քեզ տեղավորել, ինչպես կարող ես ձեռակեր տաճարում դու բնակվել։ Ու այս հիասքանչ աղոթքից ուզեմ կարդալ մի հատված, երկրորդ մնացորդած 6-19 եւ 20 համարները։ Սակայն ով իմ Տեր Աստված, նայր քո ծառայի աղոթքին ու նրա աղերսանքին, լսիր այն պաղատանքն ու աղոթքը, որ քո ծառան աղոթում է քո առաջ, որպեսզի քո աչքը գիշեր ու ցերեկ բաց լինեն այս տան վրա, այն տեղի վրա, որի համար ասացիր, թե այստեղ պիտի լինի քո անունը, որպեսզի լսես այն խոսքը, որ ծառատ աղոթում է այստեղ։ Սողոմոնը իմ կարծիքով այս հատվածում համաձայնություն էր տալիս Աստծո կամքին։ Երբ որ Աստված ասել էր, պիտի իմ անունը կոչվի այս տունը, շատ հեշտ ու հանգիստ իրանք կարային տաճարը շինեին ամեն ինչով ու վերջում այդ տաճարը վերածվել կռատան։ Բայց Սողոմոնը իմ կարծիքով այս ձև էր ասում, Տեր, ինչպես ասել ես, որ քո անունը պիտի կոչվի, թող կոչվի այս տան վրա, որ քո ծառայի աղոթքները լսելի լինեն քո առաջին։ Այսինքն ինքը համաձայնություն տվեց Աստծո կամքին։ Ու կուզեմ այս միտքը տան տեղափոխենք մեր հոգևոր կյանք, մեր ներս։ Արդյոք մեր սիրտը Տիրոջն է։ Շատ ժամանակ մենք աղոթք ենք անում ու ասում ենք Տեր, արի մեր կյանք, մենք ուզում ենք, որ դու գաս նստես այդ գահին, որը մեր սրտում է, բայց արդյոք այդպես է։ Արդյոք Տերը մեր գահին բազմած է, որովհետև շատ ժամանակ մենք գնահատում ենք ծածուկ աղոթքը, առանձին աղոթքը, բայց երբ որ գալիս է դժվարության պահը, աշխատում ենք ծառայողներին դիմենք, որպեսզի մեր համար աղոթեն։ Ես դեմ չեմ, որ ծառայողները մեր համար աղոթեն, թող աղոթեն ու այդ խնդիրը լուծվի, բայց ինչի մեզ հարց չենք տալիս, ինչի պատասխանը մեզ չի գալիս հենց։ Միգուցե մեր սրտում Տերը չի, դրանից էլ նա չի լսում իր ծառայի աղոթքը։ Միգուցե մեր սրտի սեփականատերը նա չի։ Ու հետ գալով այս մեր ֆիզիկական կյանք, կուզեմ ասեմ, որ եթե ինչ-որ մեկը սեփականատեր է, թղթաբանությունով ինչ-որ բանի, նրան օրենքը տալիս է 3 հիմնական իրավունքներ. տնօրինման, տիրապետման ու օգտագործման իրավունքներ։ Տնօրինման իրավունքը այն է, երբ որ դու այդ գույքի հետ կարողանում ես ոնց ուզես վարվես։ Տիրապետմանը, երբ որ օրինակ տուն ունես, դու ես որոշում ինչ-որ մեկը քո հետ ապրի, թե չէ։ Օգտագործման էլ այդ ամեն ինչը օգտագործում ես, ինչ-որ տան մեջ կա, տունը կա, քո կամքի համաձայն։ Ու շատ ժամանակ, երբ որ մենք Տիրոջը կանչում ենք մեր կյանք, տալիս են քեզ իրավունքներից ոչ բոլորը։ Այս իրավունքներից մեկը մի հատ առանձնահատկություն ունի, ինքը մի քիչ ավելի ուժեղ է, տնօրինման իրավունքը։
Երբ որ մենք Տիրոջ կանչում ենք մեր կյանք, ասում ենք Տեր ջան, արի օգտագործի, Տերը չի մերժում, որովհետև Տիրոջ ձեռքը միշտ պարզած է մեզ։ Տերը գալիս է, օգտագործում է մեզ, իրացնում է այդ օգտագործման իրավունքը։ Երբ որ մենք լրիվությամբ տիրապետումներ ենք հանձնում, արդեն ինքն է որոշում, թե մեր սրտի մեջ ինչը բնակվի։ Կլինի բարությունը, կլինի խաղաղությունը, ինքն է որոշում։ Բայց երբ որ գալիս է ժամանակ, երբ որ պետք է Տերը քեզ այնտեղ գործածի, որտեղ դու չէիր մտածում, որ այդտեղ կարաս լինես, դու ուրիշ տեղ էիր մտածում, Տերը ասում է, ասենք, այս ծառայության մեջ եմ ուզում քեզ դնեմ, բայց դու ասում ես Տեր ջան, ես գիտեմ, որ քո կամքը բարի հաճելին ու կատարելն է, բայց կլինի այս ծառայությունը, այս բանը չլինի, ես այնտեղ ինձ ավելի լավ եմ տեսնում։ Ոստեղ մենք իրացնում ենք մեր տնօրինման իրավունքը, այսինքն այդ տնօրինման իրավունքը մենք լրիվությամբ չենք հանձնում Տիրոջը։ Եթե այս ամենը նմանա վարձով տուն տալուն, երբ որ դու տունը վարձով ես տալիս, օգտագործման իրավունքն էլ է իրանց տալիս, իրանք օգտագործում են այդ գույքը, տունը, տիրապետումն էլ իրանք քանի հոգով ուզում են գալիս ապրում, բայց տնօրինման իրավունքը մնում է քո մոտ։ Այսպես պետք է չլինի մեր սրտերում։ Մեր սրտերը պիտի ամբողջությամբ հանձնված լինեն Տիրոջը, որպեսզի նրա սեփականատիրության այդ իրավունքը 100%-ով գործի։ Ու բացի գյուղում գտնվող մեր տնից ուրիշ տներ էլ կան գյուղում, իհարկե։ Ու իմ մեջ ես, եթե ինչ-որ մեկի տուն եմ գնում, պատկերացնում եմ, թե ուր եմ գնում։ Իր անունը տալուց իմ մեջ պատկերացումը գալիս է, թե ինքը ով է, իրանց տունը որտեղ է, ինչպիսին է տունը։ Դա արտաքնուց, բայց նաև հասկանում եմ, թե ինչ է ինձ այնտեղ սպասում, ինչպիսի մթնոլորտ է իրանց տանը, ինչպիսի մարդիկ են նրանք։ Ու շատ կարևոր է, որպեսզի մեզ նայողը ոչ միայն արտաքնուստ մեզ ճանաչի, այլ նաև ներքուստ։ Ներքուստ ճանաչի, որ մենք Աստծո որդիներ ենք։ Աստծո անունը լինի մեզ վրա, որպեսզի մեզ ոչ թե ասեն Դավիթն է ուղղակի, իրանք Աստծով մեզ ճանաչեն, ասեն Աստծո որդի Դավիթն է։ Շատ կարևոր է ամբողջությամբ հանձնվելը։ Ու կուզեմ խոսքս ավարտել մի կարճ պատմությունով, որը հիշեց ես պատգամը պատրաստելուց, արդեն թեման ընտրված էր ու միանգամից այս պատմությունը եկա, որը տեղի էր ունեցել մեր տան հետ։ Ուրեմն մի քանի տարի առաջ մեր տանը շինարարություն էինք անում ու օրերից մի օր մեր հարևաններից մեկը զարթնելով նայել է մեր տան կողմն ու տանիքին տեսել է խաչ դրված, լուսավորված։ Դե մտածել է, դե հոգևոր ժողովուրդ են, այտենց իրա մեջ է էլի հարցը քննարկել, էլ չի բարձրաձայնել։ Հաջորդ օրը երբ որ զարթնել է, նույն բանը տեսել է ու իր եղբայրն է եկել, ով ապրում է իր հարևանությամբ ու ասել է. «Տեսել ես, երեկ էլ Գևորգին ինչ-որ խաչ են դրել տանիքին, լուսավորված, տենաս ինչ է» ու սկսել են իրար մեջ քննարկել այս ամեն ինչը։ Ի վերջո հետաքրքրությունից ելնելով իրանցից մեկը եկավ մեր տուն ու հարցրեց. «Ինչ ա եղել, ինչի համար եք սա տեղադրել» եւ այլն։ Մեր տանեցիներն ոչ մի բանից խաբար չլինելով, տենց ասել են ոչ մի բան էլ չկա էլի։ Ու դուրս ա եկել, պտտվել է հայաթով, նայել է տանիքին, տեսել է, որ այդպես բան չկա, պատմել է եղելությունը, որ եղել է, պատմել է, որ տեսել ենք եւ այլն ու գնացել է։ Այդ ժամանակ ես երևի 15-16 տարեկան էի ու այդքան լուրջ չվերաբերվեցի այս պատմությանը, բայց երբ որ այս պատգամը պատրաստեցի, այս պատմությունը հիշելով հասկացա, թե ինչ էին իրանք տեսել խաչը։ Ժամանակ կար, որ տները կառուցում էին ու իրանք կառուցում էին լրիվ տուֆով հարթեցրած ու մի հատ քար կար պատերի վրա, որը տարբերվում էր։ Այդ քարի վրա փորագրված էր սարքվելու այդ տարեթիվը ու սեփականատիրոջ անունը։ Ես հավատում եմ, որ իրանք տեսել էին իրական տան սեփականատիրոջ նշանը։ Ու հավատում եմ, որ եթե մենք չապրենք ճիշտ հոգևոր կյանքով, իրանց մոտ այդ հետաքրքրությունը չէր առաջանա, թե ինչ են այս բանը արել։ Իրանք ասեն ուղղակի մեր երևակայության արդյունքն է այս ամեն ինչը։ Բայց շատ կարևոր է, որպեսզի եւ դրսից եւ ներսից լինենք հոգևորներ, ամբողջությամբ հանձնված լինենք Աստծուն։ Իրան պատկանի սեփականության ամբողջ իրավունքը, որպեսզի ամբողջությամբ գործի, որովհետեւ իր կամքը բարին է, հաճելին է ու կատարյալն է։ Կուզեմ կանգնենք աղոթքի, աղոթելով, որպեսզի մեր սրտերի, մեր տների, մեր ամբողջ ինչ որ ունենք դրա Տերը լինի Աստված ու իր անունը լինի ամեն բանի վրա։ Փառք ես փառավոր Աստված։ Շնորհակալ ենք ամեն բանի համար, Հայր։ Շնորհակալ ենք, որ դու մեր Տերն ես, որ դու մեր Աստվածն ես։ Շնորհակալ ենք, որ դու մեզ հովանի ես, Տեր։ Գալիս ենք քո առջև, Տեր Հիսուս ջան, ու խնդրում ենք, որ գաս մեր սրտերում, Տեր։ Թող քո անունով կոչվենք, Հայր։ Թող քո անունը լինի մեզ վրա, Տեր։ Թող մեր սրտերում դու բազմես, Տեր Հիսուս ջան, քո անունը թող լինի մեր սրտերում,
որպեսզի քո ծառաների աղոթքը լսելի լինի քո առջև, Տեր ջան։ Խնդրում ենք Տեր Հիսուս ջան, թող վկաներ լինենք մեր շրջապատի համար, Տեր Հիսուս ջան։ Բոլորը թող համոզված լինեն, որ մենք քո ծառաներն ենք ու կասկած անգամ չունենան, Տեր Հիսուս ջան։ Թող մեզ քեզանով ճանաչեն, Տեր։ Թող որ քո անունը լինի մեր ամբողջության վրա, Տեր Հիսուս ջան։ Թող որ բոլոր երեք իրավունքները պատկանեն քեզ, Տեր, ու դու օգտագործես քո կամքի համաձայն, Տեր Հիսուս ջան, քո նպատակների համար։ Շնորհակալ ենք ամեն բանի համար։ Խնդրում ենք օրհնես հետագա ընթացքը, Տեր Հիսուս ջան, որ այս խոսքերը սերմ լինեն մեր մեջ ու մենք գործածենք քեզ ամեն ինչը, Տեր Հիսուս ջան։ Գոհանում ենք քեզանից, Հայր։ Ամեն։